1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Ռոբերտ Քոչարյանը իր ծավալուն հարցազրույցում ուղղակիորեն հայտ ներկայացրեց Հայաստանի ղեկավարությունը ստանձնելու, հայտարարելով, որ ինքը այո նման ցանկություն ունի, նման հնարավորություն ունի, նման ծրագրեր ունի, խոսքը հասկանալի է առաջիկա հերթական, հնարավոր է նույնիսկ արտահերթ համապետական ընտրությունների մասին է։ Սա արդեն երկրորդ ծանրակշիռ հայտն էր, առաջին հայտը հասկանալի է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն է ներկայացրել, անգամ չի քննարկվում, որ նրանք կարող են եւ չմասնակցել, ավելի նրանք հավակնում են ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ինչևէ, հիմա Ռոբերտ Քոչարյանը այդպիսի հայտ ներկայացրեց, եւ մենք պիտի փորձենք մի կողմ դնել բոլոր այդ խայթոցները, հեգնանքը, կսմիթները եւ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Ի վերջո, ինչպես է որևէ քաղաքական գործիչ, ծանրակշիռ քաղաքական գործիչ իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնում։ Նա ներկայացնում է իր մարդկային որակները, ներկայացնում է իր անցած ճանապարհը, իր կարողությունները, հնարավորությունները, թիմը եւ իհարկե ամենակարևորը ծրագրերը։ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հերթով այդ ամենը արեց այդ հարցազրույցի ընթացքում։ Այնքան էլ լավ չստացվեց տեղ-տեղ, բայց ամեն դեպքում փորձենք ներկայացնել հերթով։ Նախ նրա անցած ճանապարհից այնպես ինչպես ինքն է դա ներկայացնում, նախ ասենք թե ինչու է դա կարևոր, որովհետև տեսեք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությունը այն է, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը դժգոհ է այս իշխանություններից, նրանց գործունեության արդյունքներից եւ համարում է, որ նախկինում շատ ավելի լավ էր Հայաստանը, շատ ավելի լավ վիճակում էր, արժանապատվություն ունեինք, Արցախ ունեինք եւ այլն, այսինքն անցյալում ավելի լավ էր։ Եվ ահա Ռոբերտ Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ անցյալում եղած այդ ամեն ինչ այդ լավը, բոլոր առումներով դրականը ինչ եղել է, կապված է ուղիղ իր հետ։ Այսինքն անցյալը ավելի լավ գնահատողները պիտի առաջին հերթին դա կապեն իր հետ եւ համարեն, որ հետեւաբար ինքն է ավելի լավ։ Եվ նա այդպես էլ արեց երկու դրվագով։ Նախ ցույց տվեց, հայտարարեց, որ այ 92 թվականին էլ Արցախի տարածքի կեսը օկուպացված էր, ժողովուրդը հուսալքված էր, անհույս էր, թվում էր ելք չկա, բայց ինքը դարձավ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ եւ շատ արագ այդ հարցը լուծեց, ազատագրվեց Արցախը, 7 շրջաններ եւ այլ եւ այլ։ Այսինքն ներկայացրեց, որ դա իր շնորհքն էր։ Հետո էլ եկավ ու փրկեց Հայաստանը 97 թվականին, երբ իր ասելով Հայաստանում ամիսների աշխատավարձի պարտ կար, թոշակի պարտքը անգամ մի տարվա էր կուտակված, եւ ինքը եկավ եւ շատ կարճ ժամանակում Հայաստանը փրկեց այդ սոցիալական ահռելի անդունդից։ Մի խոսքով, մի անգամ Արցախը փրկեց, մի անգամ եկավ Հայաստանը փրկեց եւ փաստորեն ինքը իրեն ներկայացրեց որպես, այսպես ասենք, Բիսմարկի եւ Ռեմբոյի ինչ որ հիբրիդ։ Իհարկե, մարդիկ հիշում են, որ շատ լավ գիտեն, որ թե իրականում ինչպես է եղել, շատ լավ գիտեն, թե ինչ տեղի կունենար, եթե Հայաստանը թիկունքում չլիներ, թե Հայաստանի իշխանությունները չլինեն, եւ բայց այս մասին բազմիցս խոսվել է, հիմա եւս մեկ անգամ չարժի դրան անդրադառնալ։ Մի խոսքով Ռոբերտ Քոչարյանը իր այդ անցյալը, հերոսական անցյալը ներկայացնելու հարցում, այսպես ասենք, շատ էլ չհաջողեց, ուղղակի որովհետև մարդկանց հիշողությունը այդքան կարճ չէ։ Հիմա երկրորդը իր անձնական որակների մասին էլի բոլորը գիտեն, ամեն դեպքում ինքը խոսեց կոռուպցիայի մասին, որ իր կուտակած ահռելի հարստության մասին, նույնիսկ չթաքցրեց դա ցուցակ, որ հրապարակվել է առնվազն մոտ 200 միլիոն դոլարի է, դա ոչ էլ դրանք հերքեց, ասեց, որ չի ուզում դետալային անդրադառնալ, որովհետև ինչ որ, բայց ցավ հայտնեց եւ որ ինքը ռուսերեն ասես նույնիսկ աբիդն է, որ ինքը ընդամենը այդքան ունի, իսկ այն Նիկոլ Փաշինյանը կարծես թե տասնապատիկ ունի 2 միլիարդ դոլար է թալանել ըստ խոսակցությունների, մի խոսքով չհերքեց եւ ասեց, որ դե հա, կոռումպացված է եղել, բայց հիմա հիմիկվանները տասնապատիկ ավելի կոռումպացված են։ Ինչևէ, ինչ վերաբերում է ներկայացնելիք ծրագրերին, առաջին հերթին բնականաբար անվտանգային խնդիրներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, թե ինչպես պիտի Հայաստանը դուրս գա այս նվաստացած ծանր վիճակից,
Այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի անկեղծ էր եւ բավականին հստակ ինչ որ բաներ ասաց։ Ճիշտ է, նրա հիմնական ելույթը, եթե ասենք մեկը ինչ որ կողքից լսեր, տպավորություն կստանար, թե մտքերը նկատի ունեն, որ խոսողը կամ ռուս է կամ ռուսաստանաբնակ հայ, որովհետև նա ամեն դեպքում խոսույթը ամբողջովին դա էր, նա խոսում էր որպես ավելի շատ Ռուսաստանի դիրքերից, Ռուսաստանի շահերից։ Անկամ այն հարցը, որ իրեն հարցրեցին միութենական պետության անդամակցելու մասին, Հայաստանի անդամակցելու մասին, նույնիսկ այդ դեպքում նա խոսեց ոչ թե Հայաստանի դիրքերից, այլ Ռուսաստանի դիրքերից եւ ասաց, որ Ռուսաստանն ու Բելարուսը դա չեն ուզում։ Ոչ թե Հայաստանը չի ուզում կամ Հայաստանի համար դա ընդունելի չէ եւ ընդհանրապես այդ մասին չասեց, ասեց որ նրանք չեն ուզում։ Ներկայացրեց նրանց դիրքորոշումը եւ ոչ թե Հայաստանի դիրքորոշումը։ Ամեն դեպքում նա հստակ ինչ որ բաներ ասաց, նրա ասաց, եթե ամփոփենք առանց ուղիղ մեջբերումների հետեւյալներ, որ թե ինչ պիտի Հայաստանը անի, նա ասում է դե ես իհարկե դետալային պատկերացումներ չունեմ, թե ինչ շեր պիտի արվեն, բայց ընդհանուր գծերով պատկերացնում եմ։ Եվ այդ ընդհանուր գծերը սրանք են, որ Հայաստանը պիտի մոռանա ընդհանրապես Արևմուտք, Միացյալ Նահանգներ, ընդհանրապես երես թեքի այդ ամեն ինչից, պիտի փորձի համոզել, ձգտել, որ Ռուսաստանը ու Բելարուսը համաձայնվեն, որ Հայաստանը մտնի միութենական պետության կազմի, ես բովանդակությունն եմ ասում, առանց ուղիղ մեջբերումների։ Այդ միջոցով Հայաստանը պիտի հզորանա, այո, պիտի իր ինքնիշխանության մի մասը զիջի, բայց դա ավելի մեծ զիջում չի լինի, եթե օրինակ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, որովհետև այնտեղ ինքնիշխանության զիջումը շատ ավելին է։ Մի խոսքով պետք չի մտահոգվել դրանից, զգուշանալ դրանից, պիտի փորձի մտնել այդ միութենական պետություն, փորձի ծանրակշիռ հզորացնել, նորից ոտքի քարնել բանակատնտեսությունը եւ այլ եւ իր կշիռը մեծացնել, որպեսզի չլինի բանակցությունների սեղանին, այլ լինի դրա շուրջ, գուցե այդ դեպքում մեզ ռուսները օգնեն, եթե պարզ ասենք, չնայած օրինակ Արցախի վերադարձի մասին, բնակչության վերադարձի մասին, այդպես էլ որևէ հստակ բան չասած, թեև այսօր հասարակության գոնե մի մասին ամենաշատը այդ հարցն է հետաքրքրում։ Ինչևէ, մարդը շատ հստակ ասում է իր դիրքորոշումը։ Մոռանում ենք Արևմուտքը, այո, մեր ինքնիշխանության մի մասը զիջում ենք Ռուսաստանին, անունը կլինի միութենական պետություն, թե այլ բան էական չի, դրա շնորհիվ իրենք մեզ կօգնեն, մինչև հիմա հայ-ռուսական հարաբերություններում ինչ եղել է բացարձակապես բոլոր հարցերում մենք ենք մեղավոր, այդ հարցազրույցում 2 ժամից ավելի տևած Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ որևէ բացասական բան չասեց Ռուսաստանի մասին, թեև փորձում են այդպիսի հարցեր տալ, բոլոր հարցերում մեղադրեց Հայաստան։ Ինչևէ, սա հստակ ծրագիր է մարդը ներկայացնում, ոչ միայն հայտ ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը, այլև հստակ ծրագիր է ներկայացնում, թե ինչ պիտի անի Հայաստանը իր պատկերացմամբ։ Հիմա ինչու է սա կարևոր, որովհետև տեսեք, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հայտ ներկայացնելու եւ պետության ղեկավարումը ստանձնելու համար փաստացի մի քանի առաջին նախադրյալներից գրեթե բոլորը ունի ինչ որ անցած ճանապարհ, պետության ղեկավարման փորձ, ունի լրատվամիջոցներ, այսինքն քարոզչական աջակցություն, ունի ֆինանսական ռեսուրսներ, առնվազն $200 միլիոն, որը որևէ մեկը չի հերքել, իսկ եթե ունի փող, ուրեմն ունի նաև թիմ, հասկանալի է, որոշակի, ունի նաև անհրաժեշտության դեպքում կունենա նաև աջակցություն դրսից, օրինակ եթե ինքը շարունակի ներկայանալ այստեղ որպես ռուսական շահերի առաջ մղող, ապա Ռուսաստանը, եթե խաղադրույք կատարի իր վրա, Հայաստանում բավականաչափ լծակներ ունի, այդ թվում նաև մարդկային, որպեսզի նրան աջակցի, այդ աջակցությունը նույնպես ունի, մի խոսքով ունի բոլոր նախադրյալները, բացի թերևս հանրային աջակցությունից։ Ամեն ինչ կա, միայն դա է պակասում Ռոբերտ Քոչարյանին, այսինքն այս հայտը, այս հավակնությունները պետք է շատ լուրջ ընդունել եւ հասկանալ, որ իրականում այնպես չի լինելու, որ հերթական անգամ այսպես թեթև Հայաստանը կարողանա առաջիկա ընտրական process-ները առանց ցնցումների անցնել։ Այսինքն փաստացի այսօր ունենք երկու հայտ,
Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյան առայժմ եւ այստեղ ընդհանրապես հարց է առաջանում թե ինչու պիտի մենք հայ ժողովուրդը Հայաստանի հասարակությունը ընտրություն կատարի միայն այդ երկուսի միջև կոպիտ ասած ինչու պիտի մեր հասարակությունը ստիպված լինի ընտրություն կատարել $200 միլիոն թալանացի եւ $2 միլիարդ թալանացի միջև ինչու կամ ինչու պիտի մեր հասարակությունը ընտրություն կատարի թե որտեղ է զիջում իր ինքնիշխանությունը Ռուսաստանի միութենական պետության կազմում թե Եվրամիության կազմում ինչու միթե անպայման խոսքը ինքնիշխանության այդ զիջման մասին է իսկ միթե այլ տարբերակ չկա չէ որ հասկանալի է որ ի վերջո այդտեղ էլ այդպիսի ընտրություն չկա որովհետև Ռուսաստանը ուզում է այո մեզ ներքաշել իր միութենական պետության մեջ մեր ինքնիշխանության զիջումների գնով չեն թաքցնում դա խոսում վերականգնման մասին է խոսքը իսկ Եվրամիությունը ոչ այդպիսի ցանկություն ունի ոչ էլ լծակներ ունի Ռուսաստանը եւ ցանկություն ունի եւ լծակներ ունի եւ հասկանալի է որ այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը եթե ձգտում են համարում են որ ավելի լավ է ինքնիշխանությունը զիջել Եվրամիության տարածքում բայց այնտեղ այդ իրենց արժեվ դուրը փակելը տեսնելուց հետո ինչ են անում վերադառնալին ասեն դե գնանք մեր ինքնիշխանությունը այդ դեպքում զիջենք միութենական պետությանը որովհետև եթե դու արդեն որոշել ես զիջել քո ինքնիշխանությունը մի տեղում չի ստացվում մյուս տեղում կզիջես այդպիսի հանրահայտ խոսք չէ որ ստրուկը իրական հոգով ստրուկը ոչ թե ազատություն է ուզում այլ ավելի լավ ավելի բարի ստրկատեր հիմա սա ինչու պիտի սա լինի մեր ընտրությունը որ շատ թալանացի թե քիչ թալանացի միջև ընտրություն կատարենք այստեղ մեր ինքնիշխանությունը զիջողի թե այնտեղ զիջողի ասենք ժողովրդի վրա կրակելու հրաման տվողի թե ընդհանրապես ժողովրդին ոստիկանական մահակներով ոտնատակ տալու միջև պիտի լինի ընտրությունը ինչու պիտի անգրագետ բայց նորաձև կրթողների եւ գիրք չկարդացողների միջև լինի ընտրությունը իսկ մենք չէ Ռոբերտ Քոչարյանն էր ասում հպարտորեն նույնիսկ որ ես գիրք կարդացող չեմ Հայաստանը այդ հնարավորություն այսօր կարծես թե ունի որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս որ իշխանությունների իշխող քաղաքական ուժի վարկանիշը առավելագույնը 15% է մյուս բոլոր ուժերինը միասին նույնպես 15% է դա կմնա 70%, որի 40%-ը համարյա միշտ չի մասնակցում ընտրություններին, չի էլ հետաքրքրվում, բայց այն 30%-ը շատ բարարդ միջավայր է, որտեղ կարող են աշխատել քաղաքական այն ուժերը, որոնք ուղղակի չեն ուզում ժողովրդին տանել ընտրության շատ կոռումպացվածի կամ քիչ կոռումպացվածի միջև, կամ այն տարբերակների միջև ընտրության, թե որ հարթակում պիտի մեր ինքնիշխանությունը կորցնենք։ Կան այսպիսի հարցեր, հիմա արդեն խաղաքարտերը կարելի ասել բացված են։ Ռոբերտ Քոչարյանը բացեց իր խաղաքարտերը, հստակ հայտը ներկայացրեց, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի վաղ էր բացել խաղաքարտերը եւ այդ հայտը ներկայացրել երկուսն էլ Հայաստանի ինքնիշխանության հետ որևէ կապ չունեն, պարզ ասենք, նրանք ընդհանրապես ավելի բարենպաստ, ավելի բարեհաճ, ավելի բարի տիրոջ փնտրտուքի մեջ են, բայց Հայաստանում վստահաբար կա մի ահռելի խավ, որը ցանկանում է երկիրը տեսնել իսկապես ինքնիշխան, առանց որևէ մեկի հովանոցի տակ ու չկալու դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս ժամանակը կա եւ հույս պիտի ունենալ, որ այս ընթացքում գոնե կձևավորվի այն ուժը կամ գոնե հասարակության այն հատվածը, որը կցանկանա, որ իրեն առաջնորդի Հայաստանի ինքնիշխանությամբ իսկապես մտահոգ որևէ քաղաքական ուժ կամ ուժերի համախմբում։ Դեռ այդ ժամանակը կա եւ այս առումով Քոչարյանի հարցազրույցը բավականին դրական էր, որովհետեւ հստակություն մտցրեց քաղաքական դաշտի մեջ։ Պարզ են երկու բևեռները, մնում է հասկանալ թե որն է կենտրոնը եւ Հայաստանի հասարակության իսկապես պետականության մտահոգ հասարակությունը, որտեղ եւ ում շուրջ պիտի համախմբվի։ Այսօր այսքանը կհանդիպենք։